Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Եթե բրցակ հայ-թուրքականի հետ կապված ինչ նորություն կա։ Մոտ ժամանակներս տեղի կունենա միջգերատեսչական հանդիպում Գյումրի կարծ երկաթգծի վերականգնման եւ ոչ միջգերատեսչական տեխնիկական հանդիպում, դրանից հետո մանրամասներ կհայտնեն։ Պարոն Ռուբինյան, քննիչը, որ եկավ Հայաստան, հա, իր անձնագրումը կնիկ դրվել է մուտքի եւ ելքի։ Դա պետք է այլ մարմինների հարց է։ Կասենք հետո։ Սահմանների բացման մասը Գյումրի կարծ երկաթգծի վերագործարկման մասին։ Իսկ սահմանների բացման մասով քննարկումներ շարունակվում։ Այո։ Ինչ փուլում են, ինչ Ով։ Ով է ասում։ Որ մամուլը, ով։ Դե մամուլին որ տեսնեք, կասեք, որ հիստերիայի մեջ ինքն է։ Այդ ամեն դեպքում անհանգստացություն է։ Ինչու պետքա ինձ անհանգստացնի, մի վայրկյան էլի, ախր ինչու ինձ պիտի անհանգստացնի ինչ որ մեկի հանրահավաք։ Ինձ ուրախացնում է, որ մեր երկրում քաղաքական ուժերը կարողանում են անել հանրահավաք եւ ի տարբերություն այլ տարիների այդ հանրահավաքի ժամանակ օրինակ դիմավորված ուժայինները չեն գալիս ծեծում եւ սպանում այդ հանրահավաք անողներին։ ուրիշ բանով է։ Ինչ 7500 թիվը ոչ չի անհանգստացնում։ Դե հիմա ես հակված եմ հավատալ ավելի բան, ինչ ասեմ, հարգված կազմակերպությունների, բայց ասեմ ձեզ, նույնիսկ եթե 30000 լինի, չի անհանգստացնում։ Մեր երկրում իշխանությունը ձևավորվում է ընտրությունների միջոցով, ժողովուրդը 2026 թվականին ում կուզի կընտրի։ Չեք անհանգստանում, որ սիրո եւ համերաշխության քոչերով եկած իշխանությունների պաշտոնավարումից 7 տարի անց 30000 հոգի եւ ավելի։ Բայց ինչի 7 տարի անց, 5 տարի առաջ էր, 5 տարի անց էր 30000։ Ես էլ եմ այդ ասում եմ, ինչի 7 տարի անց, 5 տարի անց էլ 5 չէ նույնիսկ ներողություն։ 2 տարի անցել, 3 տարի անցել էր 30000 հոգի, պահանջում է իշխանապողություն 2021 թվականի հունիսին ընտրություններից անմիջապես առաջ Ռոբերտ Քոչարյանը եւ աջակիցները Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք են արել, որին մասնակցել է կրկին ըստ իմ շատ հարգած արժանահավատ աղբյուրների մասնակցել է 30000 մարդ, որից ընդամենը օրեր անց մենք հաղթել ենք ընտրություններում։ Ինչ խնդիր։ Ինչու եք խախտում իմ անմեղության կանխավարկածը։ Դուք պնդում եք, որ ես ինչու եք մեր անմեղության ինչու եք մեր իշխանությունը չի կարող իշխանությունը չի կարող որևէ մեկին կալանավորել, կարող են համապատասխան իրավապահ մարմինները դատարանի վճռով եւ հետեւաբար խնդրում եմ ձեզ չխախտել իշխանությունների անմեղության կանխավարկածը։ Որ չկա մի դատավոր, որի Խնդրում եմ չխախտել Նիկոլ Փաշինյանի անմեղության կանխավարկածը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը չի կարող հրահանգներ տալ դատական իշխանության։ որ դա չկա մի դատավոր, որի որոշումը Ինքը նաեւ ասել է, որ ինքը չի տալիս հրահանգներ։ Նույն հարցը մի ուրիշ կերպ տամ, ես Վարդան Կազյանի արժեհամակարգի Ես շատ ըստեյության պատասխանեցի։ Կազյանի արժեհամակարգի կրողը չեմ, բայց ընդդիմությունը որը շարժվում ինչով է ճիշտ, որ այնուամենայնիվ դուք են իշխանությունը պիտի լինեիք, որ անմեղության կանխավարկածը չխախտեք, մինչև դատավճիռ չլինի, այդ բոլորը շոուն Ինչու եք խախտում մեր անմեղության կանխավարկածը, ինչ նշանակում շոու, ինչու եք իրավապահ մարմինների անմեղության կանխավարկածը խախտում։ Իրավապահ մարմինները շոու չեն անում, իրանք իրենց աշխատանքն են կատարում։ Ես ձեզ կոչ եմ անում, քանի դեռ դատարանի վճիռ չկա, իրավապահ մարմինների աշխատանքը չանվանել շոու, Նիկոլ Փաշինյան չմեղադրել շոու չի եղել, ոչ մի դեպքում շոու չի եղել։ Ոչ մի դեպքում շոու չի եղել։ Ես չգիտեմ, դրոնն է գաղտնալսել թե չէ։ Ես նախ չգիտեմ դրոն եղելա թե չէ։ Երկրորդը ձեր հարցը ինձ չի ուղղված, այլ իրավապահ մարմիններին է ուղղված։
Երրորդն էլ դուք գնացեք դուք այդ հարցը տվեք Ռոբերտ Քոչյանին, ասեք Ռոբերտ Քոչյան, այդ որ Պապլավոկից դուս եկա, կարող եք ձեր թիկնապային ձեր հետ տանենք, որ մարդուն անդազանջ արի, մի վիճեք իմ հետ, կգնաք Ռոբերտ Քոչյանին կհարցնեք, գնացեք Ռոբերտ Քոչյանին կասեք պարոն Քոչարյան, ձեր թիկնապային, կասեք շեֆ, ձեր թիկնապային ինչի ձերը չտարակ, որ անդազանջ անի այդ մարդուն ու դաշնակցականին չսպանի։ Եթե այլ հարցեր չկան, ես գնացի։ Կան այլ հարցեր կան։ Վերադառնալով վաղ շաբաթ խոսված համայնքի ընտրություններին, ըստ ձեզ այս ձեռքակալությունը, կալանավորումը կարող է դիմադրություն առաջացնել ընդդիմադիր ընտրազանգվածի մոտ եւ կոնսոլիդացիա։ Ես խորապես վստահ եմ, որ մեր հանրապետությունում կաշառակերության աջակից ընտրազանգված գոյություն չունի։ Ես չեմ ճանաչում մեկ Հայաստանի քաղաքացի, որը հանուն կաշառակերության աջակից է։ Սա է ձեր հարցի պատասխանը։ Ամեն դեպքում անմեղության կախավարկածը ոչ Մի խանգարեք ձեր գործընկերոջը, հարց է տալիս։ Խնդրեմ։ Ինչ եք խոսում։ Հա։ Ինչ։ Հաստատություններով ապացուցված է, որ իրենց տան բնակարանը ինչ-որ ապօրինի կերպով առաջ են տվել եւ այլն, սա կաշառակերության դեպք չի, հովանավորչության դեպք չի, թե դուք դա ես ձեր հարցի թեմայից տեղյակ չեմ, խոստանում եմ ուսումնասիրել, բայց ենթադրում եմ, որ էլի ձեր խոսքերի մեջ անմեղության կախավարկածի խախտում կա։ Խնդրեմ հիմա։ Մի խանգարեք ձեր գործընկերներին։ Անմեղության ԿՊ-ի եւ իրավապահ համակարգի անմեղության կանխավարկածը չխախտելով ամեն դեպքում, եթե մեր ձևով շարժումը որևէ այսպես անհանգստություններ չէր առաջացնում, ինչու մեկ բառի համար Սամվել Կարապետյանը կալանավորվեց եւ անընդհատ նրա կալանքը երկարաձգվում է։ Ինչ հանցակազմ կար մեր ձևով բառի մեջ։ Բայց ով ասաց, որ տեսեք, համ ասում եք անմեղության կանխավարկածը չխախտելով, համ ասում եք մեկ բառի համար ձերբակալվեց։ Եթե դուք պնդում եք անում, որ մեկ բառի համար է ձերբակալվել, նշանակում է դուք պնդում եք առնում, որ անմեղ մարդուն իրավապահ համակարգը ձերբակալել է։ Դա անմեղության կանխավարկածի խախտում է։ Երկրորդը մեղադրանք է առաջադրվել տվյալ անձին իշխանության բռնի ոնց էր այդ որ հոդվածով էր իշխանության բռնի իշխանազավթման հոդվածով, որովհետև համապատասխան որովհետև իրավապահ մարմինները եւ դատարանը համարել է, որ իր խոսքերը բավարար են կասկած հարուցելու համար, որ մեղադրանքը իրականն է։ Բայց փաստական հիմքեր չի ներկայացվել, միայն ձևով արտահայտություն է։ Դա ձեր լրատվամիջոցի մի վարքյան, դա ձեր գնահատականն է, դա ձեր լրատվամիջոցի գնահատականն է։ Դուք ձեր բոլոր լրատվամիջոցներով կարող եք գնահատել, որ Վարդանիկը սուրբ է, Ռոբերտ Քոչյանը սուրբ է, Սերժ Սարգսյանը սուրբ է եւ դուք դրա իրավունքը ունեք, բայց իրականությունը դրանից չի փոխվում։ Պարոն Ռուբինյան, եթե ես չեմ սխալվում, օրենսդիր մարմնի բայց մի վարքան էլի ներողություն էլի։ Անդադ նույն մարդիկ եք հարց տալիս, ես առաջարկում եմ Tribune AM-ին տալ։ Հա, ոչինչ, ես ներողություն շարունակեմ հարցը։ Սա չեպազրույց է։ Եթե չեմ սխալվում, օրենսդիր մարմնի ներկայացուցիչը բացի պատգամավորական գործունեությամբ, այլ գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի, եթե դա գիտական աշխատանք չի եւ հասարակական։ Հիմա դուք եւ Վահագն Ալեքսանյանը, որ Civic-ում եք աշխատում, բա ինչ եք անում այնտեղ։ Չենք աշխատում։ Այդ նույն տրամաբանությունն է, որ դուք հիմա ինձ ասեք, որ ես աշխատում եմ Հիսուս Քրիստոս 5-րդ տալիքում կամ ՀԺ-ում կամ Հերկուսում կամ Tribune AM-ում եւ այլն։ Դրանք տարբեր բաներ են։ Տարբեր բաներ չէ, աբսուրդ է։ Ես աշխատում իհարկե չեմ բացատրվում եւ ես գրանցված չեմ որպես աշխատող։ Այ լավ հարցեր եք տալիս։ Այո, ասեմ։ Չէ, ասեմ ինչի ոդկասթի կարիք առաջացավ, ես զգացի եւ որ երբ որ ճեպազրույց եմ տալիս ձեզ բոլորիդ, դուք րոպեն, ասենք, չգիտեմ, 16 հարց հաճախականությամբ ինձ ընդհատում եք եւ չեք թողում պատասխանեմ։ Կամ սկսում եք մի վարքյան, կամ սկսում եք վիճել ինձ հետ, ինչին ես դեմ չեմ, կարելի է բանավեճային ֆորմատով զիջել, բայց ես զգացի, որ դուք շատ եք դժվարացնում իմ մտքերն արտահայտելը, որովհետեւ ընդհատում եք ինձ։ Հետո պարոն Ալեքսյանը ինձ խոստացավ, որ չի ընդհատի, ես էլ իրեն խոստացա, որ չեմ ընդհատի։
Բայց այդ ֆորմատը չի, որտեղ եթե մենք սուր հարցեր ուզենք, մենք գալիս ենք ստեղ, տեսնում եք, չեմ խոսափում բացարձակ ձեզնից։ Բայց վերջին հարցը էլի խնդրում եմ։ Վերջին երկու հարցը, որտեղ պիտի նիստ վարեմ։ Լրատվամիջոցների հետ կապված ասացի Քերիմնեի հարցին պատասխանելիս, որ դուք ազատ եք որպես լրագրող, լրատվամիջոց ունենալու ձեր կարծիքը, բայց չգիտեմ ինչի ստատուսներ եք գրում, որ պարսավանքի արժանի այն բոլոր լրատվամիջոցները, որոնք պաշտպանում են կաշառակեր սրիկայի, նախ դուք ինքներդ կարգել եք մարդուն արդեն կաշառակեր սրիկա առանց դատական ակտի ու նշել եք բանի հրապարակի խմբագրի Արմինե Օհանյանի անունը։ Սա ինչ է, եթե ոչ լրատվամիջոցներին թիրախավորում, սա քննադատություն է։ Շատ լավ։ Հիմա արագ խնդրում եմ մի ընդհատեք, որտեղ պետք է գնամ նիստ վարեմ, հասցնեմ պատասխանեմ։ Սիրելի Ռիփսիմե, լրատվամիջոցի թիրախավորումը հետևյալն է։ Օրինակ, երբ որ լրագրողին ծեծել են տալիս։ Օրինակ, երբ որ լրագրողին վրա գործ են կարում, նստացնում են։ Օրինակ, չգիտեմ, երբ որ մտնում են մի վարքան, մտնում են խմբագրություն, ինչ ասեմ, համակարգիչները արգրավում են։ Երբ որ, չէ, ոչ միայն ֆիզիկական, ասում եմ, երբ որ դատում են եւ այլն։ Իմ ասածը քննադատություն է, սովորեք քննադատությանը։ Բոլորը վիրավորանք չի, ես ոչ ոքի չեմ վիրավորել։ Դե հիմա ես պատճառ ունեցել եմ դա ասելու համար եւ դա վիրավորանք չի։ Հաջորդ երկրորդ հարցը տվեք։ Ոնց է ստացվում, որ կաթողիկոսի հետ կապված այդ հայտնի ձայնագրությունն է, այսպես ասած, ուծեչկա է կանում Տարոն Չախոյանի հետ կապվող Media News AM։ Ես ոչինչ ուծեչկա չեմ արել։ Դուք չեք արել։ Բավարար է լինում, որ հենց այդ լրատվամիջոցի միջոցով։ Չգիտեմ, իսկ ոնց են լինում, որ տարբեր ստահոդ լուրեր սպրդում են տարբեր լրատվամիջոցներով, այդ թվում որոշ լրատվամիջոցներով, որի ներկայացուցիչներից դե ներկա են։ Գաղտնալսման, գաղտնի ձայնագրման մասին։ Բայց դուք ինչ գիտեք, ով է դա գաղտնած լսել, ով է ձայնագրել դա։ Դուք գիտեք, ես չգիտեմ։ Ոնց է, որ Նաթան Սրբազանի Ասում եմ, ով է ձայնագրել, դու դա գիտեք։ Դուք պիտի իմանաք։ Բայց ես էլ չգիտեմ։ Ես մամուլում եմ տեսել։ Ինչ անենք։ Ինչ, այսինքն ցանկացած, եթե դուք վաղը ինչ որ մեկին գաղտնալ լսեք, ես եմ դրա համար պատասխանատու։ Այսքանով ավարտենք, շնորհակալ եմ։